Ինչ կլինի, եթե աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի գլխավոր երկիրը հայտարարի, առանց իրեն դաշինքը ապագա չունի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացնում է, եթե ՆԱՏՕ-ի դաշնակիցները չաջակցեն Վաշինգտոնին, դաշինքի ապագան կարող է շատ վատ լինել։ Խոսքը վերաբերում է աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկին՝ Հորմուզի նեղուցին, որտեղ Միացյալ Նահանգները ցանկանում է միջազգային պարեկություն կազմակերպել, սակայն եվրոպական մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել այդ առաքելությանը հակառակ Թրամփի սպառնալիքին։ Ըստ էության Միացյալ Նահանգների խնդիրը բլիցկրիգային հարձակմամբ հասնել հաջողության, բայց ինչ չի ստացվել, այս պահին իմ կարծիքով շարունակվում է դեմքը փրկելու գործողություններ Միացյալ Նահանգների, հաշվի առնելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիմադրողականությունը այս հակամարտության մեջ, տեւաբար եւ Թրամփը եւ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան կարծում եմ փորձում է հնարավորինս շատ դերակատարներ ներգրավելով գործընթացի մեջ փորձել հասնել հնարավոր առավելագույն, այսպես ասենք, իրենց համար հաջող սցենարի։ Ստեղծված իրավիճակը վտանգում է էներգետիկ եւ տնտեսական կայունությունը, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները փորձում է իր շահերին ծառայեցնել հակամարտությունը, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն ՆԱՏՕ-ի երկրների շարքում առյուծի բաժինն է կազմում։ Որն է իմաստը, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում իր վրա նման ֆինանսական բեռ վերցնել, տենց մեծ տարածաշրջանում առաջին եվրոպական բոլոր հարցերը լուծել ծախսերի հիման վրա եւ դրա համար ինքը պահանջում էր, որ սկզբից 2% հասնել ռազմական ծախսերը, հիմա խոսքը գնում է 5%-ի մասին եւ պատահական չէ նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ասաց վերջերս, որ Թրամփի ապագան հարցական տակից միշտ ասել էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է։ Եվրոպական երկրների զգուշությունը պատահական չէ։ Առաջիկայում շատ անդամ երկրներ սպասում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների եւ չեն ցանկանում արկածախնդրության գնալ Միացյալ Նահանգներին աջակցելու համար։ Գերմանիան առաջինն էր, որ մերժեց Թրամփին։ Մենք կդառնանք արդյոք այս հակամարտության ակտիվ մասնակիցը։ Ոչ, Գերմանիան ակնկալում է տեղեկացված լինել Իրանի դեմ ռազմական գործողության մասին եւ գործողության ավարտից հետո մասնակցել բանակցություններին։ Խնդիրը միայն արկածախնդրությունը չէ։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների եւ Միացյալ Նահանգների միջև բացակայում է կոնսենսուսը, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն ու առաջնահերթությունները տարբեր են։ Այստեղ չկա ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ ընդհանուր կոնսենսուս Միացյալ Նահանգների եւ Իսրայելի իրանական կամպանիայի նկատմամբ։ Սա պայմանավորված է թե պետությունների առանձին շահերով եւ թե ընդհանուր այն տեսիլքով, որը ունի Միացյալ Նահանգները, սակայն կարծեք թե չեն կիսում սա եվրոպական դաշնակիցները, բացի այդ, այստեղ կա արժեքային բավականին խորը անջրպետ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, հաշվի առնելով այն, որ Եվրոպական միության պետությունների համար ֆունդամենտալ նշանակություն ունի միջազգային իրավունքը եւ միջազգային իրավունքի գոնե թե ֆորմալ հետևումը։ Արդյունքում ՆԱՏՕ-ն ըստ փորձագետների սպառել է իր հուսալիությունը որպես համատեղ ռազմական ու անվտանգային կառույց։ Միացյալ Նահանգները այլևս չի կարող ապահովել բոլորի անվտանգությունը առանց դաշինքի անդամների հավասար մասնակցության։ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը վերածվում է ոչ միայն տարածաշրջանային ճգնաժամի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի ներքին ճգնաժամի փորձության։ Եթե Միացյալ Նահանգները որոշի վերանայել իր դերակատարությունը դաշինքում, բաց է մնում հարցը։ Դա կփոփոխի արդյոք ՆԱՏՕ-ի համակարգը, թե կխարխլի այն անվտանգային մոդելը, որը տասնամյակներ շարունակ համարվել է արևմտյան երկրների անվտանգության հիմքը։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։